Գորաշկն ամեն օր ուղերձների շարք։ Ներման քո մոտեցումը երկինքը կիջեցնի երկրի վրա։ Այսօր մենք ավարտում ենք ներման թեմային նվիրված մեր շարքը։ Աստվածաշնչում գրված է, որ կյանքն ու մահը լեզվի ձեռքին են, և դա ճշմարիտ է։ Անձամբ ես հավատում եմ նաև, որ ոչ միայն մեր խոսքերը, այլև մեր վերաբերմունքը կարող է մահ կամ կյանք բերել մեզ կամ մեր մերձավորներին։ Սիրելի՛ բարեկամ, մարդը կարող է վնասել հայացքով, սպանել խոսքով, խոցել դառնության վերաբերմունքով, ցավ պատճառել չներելով և այլն։ Սակայն հակառակը նույնպես ճշմարիտ է դրական վերաբերմունքի առումով։ Դու պետք է վստահ լինես ու համոզված, որ Աստծուն ես պատկանում և Նրա դեսպանն ես այս երկրի վրա։ Դու գնվել ես Քրիստոսի թանկ արյամբ, ինչպես կարդում ենք Ա Պետրոս 1:18-19 խոսքերում։ Իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով իբրև անբիծ ու անարատ գառան։ Եթե դու Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտն ես, ապա Նրանից կարող ես սովորել սիրող հայացքով բարձրացնել ընկածին, ներման խոսքով վերադարձնել ժպիտը քո մտերիմի կամ ծանոթի դեմքին և անգամ լռությամբ բժշկել լարված իրավիճակը, քանի որ դու քո ուսուցչի նման խաղաղարար ես։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու այս երկրի վրա ես, որպեսզի սիրես Նրա պես, ներես Նրա պես, վարվես Նրա պես, սակայն ոչ քո ուժով կամ զորությամբ, այլ ինչպես Սուրբ Գրքում է ասվում, Նրա Հոգով, որ բնակվում է քո մեջ (տե՛ս Զաքարիա 4:6 խոսքը)։ Որպես Քրիստոսի հավատարիմ աշակերտ դու պետք է դառնաս Նրա Արքայության դեսպանը և Նրա ազդեցության անուշ բույրը տարածես ամենուր, ուր որ գնաս։ Դու կարող ես քո վերաբերմունքով, քո խոսքերով ու վարքագծով այսօր և ամեն օր երկինքն իջեցնել երկրի վրա։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։